Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, սա իմ առաջին ելույթն է 9-րդ գումարման ազգային ժողովում եւ ես նույնպես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին մեզ տված բարձր վստահության քվեի համար։ Եվ չնայած այս ակնհայտ իրողությանը, պետք է նշեմ, որ մեր ընդդիմադիրները, ինչպես եւ արդեն մեկ ամիս շարունակ եւ նաեւ այստեղ անընդհատ կասկածի տակ են տնում ժողովրդի վճռական քվեն։ Նախ հայտարարում են, թե իբր ազգային ժողովը լեգիտիմ չէ, բայց ինչպես տեսնում ենք, նրանք արդեն մանդատներով խորհրդարանում են։ Ճիշտ է, հետո փորձել էին ու նաեւ շարունակում են փորձել արդարանալ իրենց կողմնակիցների մոտ, թե ինչու են մանդատները վերցնում, բայց ինչպես երևում է ապարդյուն, քանի որ այդ արդարացումներն այնքան անհամոզիչ էին, որ դեռ խորհրդարան չեկան, իրենց շարքերից տասնյակներով սկսեցին հեռանալ։ Կամ ասում են, թե կեղծվել են ընտրությունները ու հաջորդ քայլին հայտարարում են, թե ԲՔՊ-ն չի հավաքել 50+%, այլ հավաքել է 49%։ Հիմա հարց. Եթե դա այդպես է, ինչպես դուք եք պնդում ԿՊ-ն ընտրությունները կեղծել է, չէր կարող եւս մի 1500 կամ 2000 ձայն ստանալ ու ապահովել 50+%։ Բայց եթե մենք ընտրությունները կեղծել ենք ու ինչպես ժամանակին ընդունվածքեր ինչքան ուզեցել, այդքան խփել էինք, ոչ միայն 50+ է լինելու, այլ ձեզանից շատերը պարզապես այստեղ չէին լինելու։ Այն, որ մենք հավաքել ենք 49%, եւս մեկ անգամ ապացուցում է ընտրությունների ժողովրդավարական բնույթը եւ այն, որ ոչինչ չի կեղծվել։ Իհարկե այս մտածումն ու մշակույթը ձեզ համար խորթ է, որովհետև ձեր քաղաքական մշակույթը սնվում է այլ ժամանակներից, որտեղ ինչքան ուզում այնպես խփում էին, որտեղ 49%-ը լեգիտիմ ու ժողովրդավարական չէր, որտեղ խփած 89%-ը լրիվ նորմալ էր։ Ու հարց է առաջանում, բայց եթե ընտրությունները կեղծված էին, ինչու, ինչպես դուք եք պնդում, ձեր 100,000-ավոր հետևորդներ հաջորդ օրը դուրս չեկան փողոց, ինչպես նախկինում էր դա այդպես լինում։ Այս իրավիճակում, եթե մեր հասարակության մեջ լեգիտիմության ու ընտրակեղծիքների հետ կապված հարցեր են առաջանում, ապա այդ հարցերը հասցեագրված են բացառապես ընդդիմությանը։ Ըստ որոշ տվյալների, այս ընտրությունները ֆինանսական առումով ընդդիմության համար եղել են Հայաստանի պատմության ամենաթանկ ընտրությունները։ Ֆուտբոլային լեզվով ասած, ընդդիմադիր մեկ պատգամավորի տրանսֆերային արժեքը հասնում է մի քանի միլիոն դոլարի, իսկ ընդդիմության հավաքական ֆինանսական կարողությունը կազմում է մի քանի միլիարդ դոլար։ Եվ այս ահռելի ֆինանսական ռեսուրսը տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը գնելու եւ Հայաստանի պետականության դեմ կռվելու համար։ Ինչևէ մենք դա թույլ չենք տա։ Հարգելի գործընկերներ, երեկվանից մեկնարկել է ազգային ժողովի նոր գումարման աշխատանքները եւ շատ ճիշտ էր այս աշխատանքների սկզբից հենց խոսել առաջիկա 5 տարիներին, թե ինչպիսին է լինելու այս խորհրդարանը, աշխատանքի մասին է լինելու, թե մշտական արձակատման հարթակ։ Քաղաքակիրթ քննարկման թեման, որը ծավալվեց պարզապես լավ վարքի հարց չէ։ Խոսքը պետության նկատմամբ մեր պատասխանատվության մասին է, որովհետև խորհրդարանական աշխատանքը նաև երևում, թե որքան հասուն է մեր քաղաքական համակարգը։ Ոչ ոք չի սպասում, որ այս դահլիճում հնչելու են նույն կարծիքները։ Ընդհակառակ այստեղ պետք է հնչեն տարբեր, նույնիսկ իրարամերժ տեսակետներ, բայց այդ տարբերությունը պետք է դառնա բանավեճ, առաջարկ, աշխատանք, ոչ թե անվերջ աղմուկ, բոյկոտ եւ խորհրդարանի աշխատանքների խափանում։ Սրա մասին խոսում են ոչ թե տեսականորեն, այլ մենք դրա 5 տարվա փորձն արդեն ունենք։ Հիշենք նախորդ գումարման հենց առաջին նիստը։ Ընդդիմադիր պատգամավորների մի մասը հրաժարվեց բարձրաձայն արտասանել երթման տեքստը։ Ոմանք փոխեցին իրենց հայտարարություններով այդ տեքստը, ոմանք ընդհանրապես չերթվեցին։ Բայց պատգամավորի երթումը, սիրելի հարգենակիցներ, սիրելի ընդդիմություն, իշխանության եւ մեծամասնության տրված խոստում չէ։ Դա պարտավորություն է Հայաստանի Հանրապետության եւ մեր քաղաքացիների առաջ։ Ես այն ժամանակ առաջարկությամբ հանդես եկա, որ պատգամավորները գոնե ստորագրեն երթման տեքստի տակ։ Նպատակը շատ պարզ էր։ Անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր ընտրած պատգամավորը ընդունում է պետության առաջ իր պատասխանատվությունը։ 5 տարի անց այս դահլիճում տեսնում ենք նաև այդ վարքագիծը դրսևորած ուժի արդյունքը։ Այն ուժը, որ նախորդ գումարման սկզբում ուներ 29 մանդատ, այսօր ունի 12 պատգամավոր։ Սա պարզապես թվերի փոփոխություն չէ։ Սա մեր ընտրողի հստակ գնահատականն է։ Հայաստանի քաղաքացին չի պատժում ընդդիմադիր լինելը։ Նա գնահատում է՝ արդյոք աշխատել եք,
Արդյոք այլընտրակ առաջարկել եք, թե պարզապես խանգարել եք խորհրդարանի աշխատանքը։ Երեք նույն պատկերը մասամբ կրկնվեց։ Ձեզանից ոմանք երթումը բարձրաձայն չարտասանեցին, բայց բոլորը ստորագրեցիք դրա տակ։ Այս ստորագրությունը ձևականություն չէ։ Դրանով դուք ընդունել եք եւ падգամավորի կարգավիճակը եւ դրանից բխող պարտավորությունները։ Մանդատից հնարավոր չէ վերցնել միայն իրավունքները ու մի կողմ դնել պատասխանատվությունը։ Այո, ընդդիմությունը պետք է քննադատի իշխանությանը, պետք է կոշտ հարցեր տա, բայց ընդդիմության ուժը երևում է ոչ թե նիստը խափանելու, այլ փաստարկ ներկայացնելու, աշխատելու եւ համոզիչ այլընտրանք առաջարկելու կարողությամբ։ Ուրեմն ընտրությունը ձերն է։ Կարող եք այս գումարումը սկսել նոր էջից, ինչը ձեզ առաջարկվել է այն է զրոյական կետից եւ աշխատել։ Կարող եք նաեւ շարունակել նույն ճանապարհը, որին ընտրողն արդեն տվել է իր գնահատականը, բայց մանդատ ստանալուց հետո աշխատելը այլևս ցանկության հարց չէ։ Դա ձեր պարտականությունն է։ Հիմա, ինչպես եւ ես էլ էի խոստացել, չեմ հապաղի եւ ես ձեզ նույնպես այդ հարցը կտամ, պարոն Կարապետյան, դուք եւ ձեր քաղաքական ուժը նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ մի պնդումը անընդհատ ամենօրյա ռեժիմով արել եք, թե անմիջապես մեր ընտրվելուց հետո 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան։ Անցել է շուրջ 2 ամիս, դեռ 2.5 չէ, եւ Տիկին Գրիգորյանն էլ դուք իշխանության ներկայացուցիչներին երեք պահանջում եք հիմնավորել քարոզարշավի ընթացքում մեր կողմից հնչեցված խոսքը եւ դա շատ ճիշտ է։ Եվ բացատրություն եք պահանջում, բայց նույն չափանիշը պետք է գործի նաև ձեր գործընկերների համար։ Փաստացի պարոն Կարապետյանը եւ նրա քաղաքական թիմը տերորի է ենթարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին քվե ստանալու համար։ Հիմա պատրաստ եք դրան տալ նույն գնահատականը, որը կտայք իշխանության ներկայացուցիչին եւ անվանել նրանց ստախոսներ։ Եթե ոչ, ապա սա արդեն ոչ թե ճշմարտության պաշտպանություն է, այլ քաղաքական հարմարության հարց։ Եվ քանի որ խոսում ենք խորհրդարանի աշխատանքի եւ պատասխանատվության մասին, ուզում եմ անդրադառնալ նաեւ Ռուբեն Ռուբինյանի ազգային ժողովի նախագահի թեկնածությանը։ Պարոն Ռուբինյան, նախ ուզում եմ հաջողություն մաղթել ձեզ, ձեր խորհրդարանական փորձը, հավասարակշռված քաղաքական վարքը եւ պատասխանատվություն ստանձնելու կարողությունը բավարար է, որ ձեզ այսօր մենք ընտրենք։ Եթե երեք գրեթե ամբողջ օրվա ընթացքում ընդդիմադիր գործընկերները փորձում են ձեր տեխնատության մեջ որևէ մտահոգիչ բան գտնել, հնչեցին ակնարկներ, ենթադրություններ, քաղաքական կենսագրության վերաբերյալ մեկնաբանություններ։ Քննարկումներն այնքան երկարվեց, որ մի պահ թվում էր, թե հեսա մի ինչ-որ մի բան կհնչի, բայց այդպես էլ չհնչեց։ Եվ ընդդիմության համար մի փոքր անհարմար արդյունք ստացվեց, որքան շատ խոսեցին ձեր մասին, այնքան ավելի պարզ դարձավ, որ տեխնացության դեմ որևէ բովանդակային փաստարկ չկա, բայց եթե մեկ ամբողջ օր անց լրությունը այդպես էլ չի գտնվել որևէ տրամաբանական փաստարկ, ապա ամենաճիշտ որոշումը կլինի Ռուբեն Ռուբինյանին ընտրելը։ Գուցե դա ձեզ համար կլինի անսովոր քայլ, բայց երեկվա քննարկումից հետո գոնե ամենատրամաբանվածը։ Շնորհակալ եմ։